Ցանցային մարքեթինգ ասելով ես հասկանում եմ, որ կա ճանապարհ, որը անկախ է, որի միջոցով հնարավորություն կա կյանքդ փոխելու, կյանքդ 180 աստիճան փոխելու, ֆինանսական եկամուտդ բարձրացնելու եւ լինել լրիվ ազատ։ Դու տնօրինես քո կյանքը։ Դրա համար ես ընտրել եմ ցանցային մարքեթինգը։ Ես այդ ամեն ինչը տեսել եմ, որ ամեն ինչ հնարավոր է եւ ես այդ ոլորտով քայլում եմ։ Հիմա շատերը կարող է տեսնեն ասեն, թե դերքու մոտ բան չի փոխվել, ես չի ասի։ Ֆինանսականներ կա, թե մտածելակերպները փոխվի։ Ֆինանսականը առհասարակ ես ցուցադրություն չեմ համարում, որպեսզի ավտոմեքենա առնեմ կամ ինչ որ բան առնեմ, որ իմ հետևորդներից կամ ինչ շրջապատող մարդկանց ինչ որ բան ցույց տամ, ինչ որ բան ապացուցեմ, որովհետև ես ունեմ իմ ճանապարհս, ով ինձ կմիանա, ինքը ունի իր ճանապարհը մեր օգնության միջոցով։ Բայց ընդհանուր առմամբ ցանցային մարքեթինգը ես ընտրել եմ, որպեսզի հասնեմ իմ նպատակներից, որը չեմ հասնի, եթե ամբողջ կյանքս էլ աշխատեմ, գոնե այն ավտոմեքենա, այն տունը տարին 5-6 անգամ ճամփորդել, որոնք որ գիտենք, որ սովորական աշխատանքով հնարավոր չէ։ Մի հատ դուք ձեր մեջ հարց տվեք, քանիստ եք սովորական աշխատանքով կարողացեք սալոնից ավտոմեքենա գնել կամ սեփական տուն գնել առանց ինչ որ հիպոթեկով կամ հետ վերադարձի ֆորմատով եւ նմանատիպ ֆորմատով։ Շատ քչերն են կարողացել։ Հիմնականում բիզնեսով զբաղվող մարդիկ կարող են նման բան իրենց թույլ տան։ Մնացած առումով ոչ ոք չի կարող աշխատանքով աշխատել եւ ստեղծել նման հնարավորություններ իրենց կյանքում։ Դա կարող է լինել օրինակ, եթե դուք աշխատեք, ոչ ուտեք, ոչ խմեք, ոչ ծախսեք այդ գումարը, ուղղակի հավաքեք։ Միայն այդ դեպքում է հնարավոր, որ ասենք մի 10 տարի հետո ձեր ուզած մեքենան կամ տունը կարողանաք գնել։ Բայց ես էլ եւ դուք էլ հասկանում ենք, որ դա հեքիաթի ժանրից է։ Դա հնարավոր չէ եւ երբեք էլ չի դառնա իրականություն։ Իսկ ցանցային մարքեթինգը ինքը գործիք է։ Կարող է ով որ ձեզ առաջարկել է ճիշտ չի օգտագործել, ճիշտ չի ներկայացրել ձեզ եւ դա սխալ արդյունք է տվել ձեզ եւ դրա հիման վրա շատերի մոտ ցանցային մարքեթինգը վատ անուն ունի հիմնականում եւ շատերը վախենում են։ Շատերը ասում են իմս չէ, ես էլ նման բաներով չեմ զբաղվում, ովքեր նախկինում զբաղվել են եւ ասենք գումար են կորցրել, ժամանակ են կորցրել, թիմ եք հանդիպել, հնարավոր ամեն ինչ հնարավոր է։ Բայց մեծ նպատակ ունեցող մարդը ինչքան էլ որ նման իրավիճակներում հայտնվի, ինքը երբեք հետ չի կայնի, որովհետև դա միակ ճանապարհն է։ Դա միակ ճանապարհն է այս կյանքում մեծ նպատակներ ֆիքսել եւ հասնել։ Կյանքը առաջ է գնում, ինֆորմացիան տարաշրջան է, ամեն ինչ հնարավոր է, հեռախոսով, համակարգիչով, շատ հեշտ, պարզ, քանի կանոնով, համակարգով, օրինակ մենք ունենք համակարգ, որի միջոցով պարտադիր չէ, որ ցանցային բիզնեսը ամեն ինչ իդեալական ձևի գիտենալ, ինչը ասենք 2000 մինչև 2020-23 թվականը նման ֆորմատով էին աշխատում մարդիկ։ Հիմա կա համակարգ, կա նույն գործողությունը անելու, պարտադիր չէ մարդը ել եմ ասում իդեալական ինֆորմացիային տիրապետ է։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս ձեզ քայլ առ քայլ մանրամասը ներկայացնել։ Մենք օրինակ մեկը ես ժամանակներ եմ ծախսել, ստեղծել եմ վիդեո, որի մեջ ներկայացնում եմ ընկերության պահանջները, թե ինչ է առաջարկում, նաև առաջարկները։ Վերջ, ես ամեն անգամ չեմ նստում այդ ամեն ինչը բացատրում բոլորին։ Դա ուղարկում եմ համակարգ ձեզ եւ համակարգի միջոցով այդ ամեն ինչը
ներկայացնում։ Ցանկացողները, ովքեր ունեն մեծ նպատակներ, օգտվում են այդ առիթից, ովքեր փոքր նպատակներ ունեն, ուղղակի ասում են դա իմը չէ, ես ժամանակ չունեմ, ես փող չունեմ, ես այսպես, ես այնպես, հիշեք, ովքեր նման պատճառաբանություններ են տալիս առաջարկող մարդուն, առաջարկողը չի կորցնում ոչինչ, առաջարկողը կարող է միտեղ մի փոքր նեղվի, սրնեղի, բայց ընդհանուր առմամբ առաջարկողը նորից կգտնի հաջորդին։ Դուք ձեր ապագայից եք հրաժարվում, դուք ձեզ եք մերժում, այլ ոչ թե օրինակ մեկը ինձ կամ իմ պես ցանցային բիզնեսով զբաղվող այլ գործընկերոջը։ Այսքանը ձեզ մաղթում եմ հաջողություն, բաժանորդագրվեք իմ ալիքին, հետևեք ինձ, լինելու են նորանոր վիդեոներ։